Ողջույն սիրելի հետևորդներ, հուսով եմ լավ եք, շատ եք հա կարոտել, խոհանոցային տեսանյութեր եմ անում, որ նայեք, չեք նայում, խոհանոց չեմ անում, վլոգ եմ անում, ասում եք խոհանոց ինչի չես անում, հիմա խոհանոց եմ ներկայացնում, բացարձակ չեք նայում, ինչ եղել, չի երևում, չի բերում, որ համով բաներ եմ սարքում, շատ համով բաներ, մտեք նայեք հղումներով և կարող եք ինքներդ պատրաստել, զարմացնել ձեր ընտանիքի անդամներին։ Դե ես խառն եմ, շատ խառն եմ արդեն, խառն եմ, այսպես ասեմ, թոշակի էլի թղթեր են եկել, դրանք պիտի հետը ստանեմ արդեն սեպտեմբերին, դե ասել եմ, որ գնում եմ Հայաստան։ Հիմա դրանք վաղը կտանեմ կլռացնեմ, չնայած վաղը չգիտեմ գնալու եմ մազերս ներկելու, կհասցնեմ թե ոչ, շտապ չի, համենայն դեպս եթե վաղը չհասցնեմ, 5 շաբթի օրը հաստատ կտանեմ, որովհետև իրենք էլ օգոստոսի կեսից են գնալու արձակուրդ, իմ հետ գալու հետ, իմ հանդիպումը արագ է լինելու, այդ ժամանակ չեմ ունենա, տանեմ այդ փաստաթղթերը թեկուզ 20-20 հավաքեմ, ամբողջացնեմ, որ ինձ հետ սեպտեմբերի 22-ին տանեմ։ Սա այդ պահը, ուրեմն բացի այս խոհանոցային գործերից, տան գործեր մի քիչ արդեն դասավորություն, ուզում եմ արդեն ճամպրուկ իջեցնել, քանի որ մեծ պահարանի եմ վերևի մասում եմ տեղավորել, և արդեն տեսնել ինչեր կա, ինչն եմ առանձնացրել, իհարկե խոստացել եմ, որ ձեզ ցույց տամ, ցույց կտամ, կդնեմ, հետո արդեն հիմնական դասավորություն կանեմ։ Հիմա ես էլի գործով դուրս եմ գալիս, խանութներ եմ հաստատ մտնելու, տեսնեմ ինչեր կա, արդեն լուրջ գործի կպչեմ, ինչ եմ գնելու, ինչ չեմ գնելու, որ սրանցից էլ վերջացնեմ, իմ այդ ամենօրյա շարժը, ճիշտ է զեղչեր չեն, բայց ավելի լավ։ Ուզածդ բաները կարող ես ոչ զեղչերի ժամանակ գտնել։ Մի խոսքով սիրելիներս, հուսամ այսօր մեր վերջին այստեղ Ֆրանսիայում եղած շոկ օրը կլինի, 34 աստիճան է նորից բարձրացել, արդեն քանի օր է, նորից այս շաբաթ էլ շոկեր են լինելու, բայց 29-30 կիջնի։ Ամեն դեպքում երեք լավ էր, մի կարելի ասել 40 րոպե մեզ մոտ անձրև տեղած, շատ հորդառատ չէր, բայց լավ էր, երեկոյան եկավ, մի քիչ գոնե հովացավ։ Տոթոտ է այսօրվա շոկը ավելի վատ է, մի խոսքով սիրելիներս, ես էլ արդեն իմ դուշը ընդունել եմ, դուրս եմ եկել, հիմա գնանք խանութներ, տեսնենք ինչ ենք գտնում, ինչ ենք փորձում, ինչ ենք հագնում, ինչ ենք գնում։ Գալիս եք ինձ հետ, դե եկեք գնացինք։ Տեսեք, մի տեսանյութը հավի կրծքամյուսն եմ պատրաստում ֆրանսիական տարբերակով, սերուցքային սոուսով, արտակարգ հյութալի և համեղ է ստացվում։ Տեսանյութը կարող եք դիտել և անմիջապես պատրաստել։ Մյուսն էլ ծովախեցգետին եմ պատրաստում, շատ էլի համեղ տարբերակով, արագ պատրաստվող բաղադրատոմսեր եմ ասում։ Անպայման հղումներով անցեք, դիտեք ժողովուրդ ջան, միգուցե երկար ժամանակ խոհանոցային տեսանյութ չեմ տեղադրել, կարող խնդիրը այդտեղ է, ակտիվ նայեք և արդեն գրեք մեկնաբանություններում հավանեցիք թե ոչ։ Սա էլ սպիտակուցներով ամենահարուստ թունաձկան պատրաստման էլի ֆրանսիական տարբերակն եմ ներկայացնում։ Շրջանից մեծ մարդկանց միշտ օգնում եմ, հատկապես իմ հարևաններին, հիմա էլ դուրս էի գալիս իմ նկուղային հարկի ամուսիններն էլի մեծ, երևի 90-ին մոտիկ, ասում եմ, վայ, ես է պտի այսքան մեծանա, մի խոսքով ոտերները հազիվ են առաջ դնում, այդ կինն էլ ես վերջերս վիրահատվել է, օգնեցի գնում էին խանութ առևտրի այդ պայուսակը, ասենց քաշովի է, էլի գլորովի, իջացրեցի, թևը բռնեցի, մի քանի աստիճան կա էլի տեղի շնելու, իջացրեցի բան, դե միշտ կոմպլիմենտ անում այդ կինը, ասма, բանը, տիկին ասма, ինչ լավ տեսք ունեք, բան, ինչքան լավն ա դուք, լավ երգչուհի կլինեք, ասի, բացի երգելուց ամեն ինչ կարամ անեմ, մենակ ոչ երգչուհի ծիծաղում ա, ամուսին ասма, ինչ ացում, ասма, բա սենց բան եմ ասում, սիրուն տեսք ունի, զադնոյլ, ամուսին կոմպլիմենտ անում, ասма, քո նման սենց սիրուն ա, իրոք ամուսին այդ տարիքին շատ սիրուն տղամարդ ա, բա իրա դեմքն էլ քո նման սենց սիրուն ա, ասում եմ լավ կերգի, ծիծաղեցի վերջի իրար լավ որ մաղթեցինք, եկ ասում եմ հա մի փոքր բարություն արեցի, տրամադրությունս մի անգամից փոխվում ա դեպի լավը, նույնն էլ որ իրանք քեզ արդեն այդ ջերմությունը ետ են տալիս, այսպես էլի Ժորժ ջան, բարությունն ա փրկելու աշխարհը, մի կյանք ենք ապրում էլի։ Բարի լույս սիրելի հետևորդներ, օր է անցել, երեք եկա տուն, ժամանակ չեղավ որ ձեզ հետ միանամ, ցույց տամ ինչ շորեր եմ գնել,
որը որ կլինի, որը չի լինի, խանութում չեմ փորձել, անկեղծ ասած, նայել եմ այդպես։ Հիմա գնել եմ այս բաց գույնի, սպիտակ գույնի կիսաշրջազգեստը վերջապես, հենց Հայաստանի համար ամառային այսպիսի բան է ուզում, իսկ վերևը այդպես չի գտնում։ Հիմա մտել եմ մի քանի խանութներ, զարմանալի էր, որ բոլոր խանութներում շատ մարդ կար, զեղչերը վաղուց վերջացել են, և լավ բաներ կային, շատ խանութներ հիմա կթվեմ, մանգո, աշեմ եմ մտել, նորից մորգան եմ մտել եմ պիմկի, խոմոդ, մտել եմ ուր, եկա ուղալիլու մտա այնտեղ 5 սեզոն այդպիսի հագուստի խանութ կա, տարբեր շորեր, տոնական և այլն, և օնլին նոր բացված մեծ սրահեր այդտեղ բացվել, մի խոսքով էլի հիշեմ կասեմ շատ խանութներ այդպես պտտվելով, Կարոլ, որ միշտ Կարոլն ու Մորգանը անպայման մտնում եմ, պարս այդպիսի բան էի ուզում վերև, որ այս կիսաշրջազգեստի հետ սազար։ Իհարկե գունային առումով ես կարծում եմ, որ սազում են, հարմար է, բայց չգիտես ինչի կարճ է ես մայկան ինձ լինում, ես կներվեմ, չնայած որ բարձրացնում եմ, այդպես բան չի երևում, բայց մի բան ասեմ, որ կտորը հաստ է, ոնց որ, Զառա եմ մտել, ոնց որ Զառայի են սպիտակ մայկան, կտորը շատ հաստ է, այսինքն շոքի համար ձևը հարմար էր, ինձ սիրուն է դուրս եկավ, բայց փաստորեն շատ հաստ է և շոքին հնարավոր չէ դիմանալ։ Հիմա փոխեմ մյուսը և արդեն ինձ թվում է համակարծիք կլինեք։ Գրեք մեկնաբանությունում իրոք կարճ է, այ պիտի շատ բարձրացնեմ, այսպես անեմ կբացվի, որ սիրում չէ, ես չեմ սիրում, ուրեմն այս մայկան հետ կտանեմ այսօր, հիմա մյուսը հագնեմ։ Ասեք, սա այն է ինչը, որ ես ուզում էի և ինձ շատ դուր եկավ, շատ թե չափը, թե գույնը, թե սպիտակի հետ եկող գույնը, շալվար էին նայում ճիշտն ասած, շալվար այդքան հարմար կտորից չգտա էլի, հաստ էին, բաց գույնի, սպիտակ գույնի կային, բայց ջինսատիպ էին, որը ինձ այդքան էլ անհրաժեշտ չէր այս պահին։ Ունիկլո էլ եմ մտել, մոռացա ասեմ, Ունիկլոյում էլ ջինսերը, որ անցած տարի 40 եվրո էր, դարձրել էին 50 եվրո, թանկացրել էին, բայց էլի ընտրություն չեղավ, թեթև, այդպես այս սեզոնի համար։ Մի խոսքով նայեք, մայկան մանգոյից եմ գնել, եթե կցանկանաք, էլն եմ վերցրել, ինձ թվում է լավ է, ինչքան է լվանամ, ինքը ոնց որ այսպես ձգվող հատկություն ունի, շատ չէ, բայց լավ է, թույլ է։ Չգիտեմ, դուր եկավ, ասեք, որ սիրուն է, չէ, վերջապես իմ ուզածով, հով, այսպես կփրփրամ, շալվարով էլի շոք է լինում, մանավանդ որ նստում ես, այս մասերը քրտնում են, շոքում ես, փակ է լինում, էլի, նայած թե նստատեղը ինչ կտորից էլ որ լինում է, դրա համար եմ ուշադրի նայում էլ, այնպիսի ես սիրում եմ յուբկաներ, շորիկներ, ավելի շատ, քան շալվարներ։ Հիմա հագնեմ մյուսը և էլի որոշենք լավն է թե վատը։ Ուրեմն այս մայկան ու այս յուբկան վերցնելու եմ, հաստատ այսօր հետ չեմ տանի, այն մյուսը հետ կտանեմ, կարծեմ նա, չգիտեմ խոմոդից է վերցրել, թե պիմկիից հետ կտանեմ և հիմա մյուսը հագնեմ։ Օրը չորեքշաբթի է և այս ձայնը արդեն շատերիդ քաչ ծանոթ է, չվախենակ, անց ձայնի խոսեմ, H-M-ից եմ վերցրել, H&M, ինչպես ասում են շատերը, և փաստորեն շատ երկար չէր, չեմ սիրում, որ այդ չափն է լինում, կամ մի քիչ կարճ, կամ էլ թե չէ լրիվ երկար, և բացի այդ համարը փոքր է ինձ, իմ համարն եմ վերցրել, բայց նեղ է, եթե հիշում եք Զառայում էլ նմանատիպ շոր վերցրեցի, էլի սիրուն էր, բայց նրա էլ կտորն էր վատը, քերում էր, իսկ սրա կտորը շատ լավն է, իդեպ H&M-ի կտորները լավն են, զարմացա, որ ես իմ համարը ինչ չեղավ, չնայած մի քիչ լցվել եմ վերջերս, բայց նաև եթե լիներ է չաղացնում ես սևն էլ մի տեսակ, ես իմ չգիտեմ, այն չէր, արդեն կարմիրից հետո սևը բացարձակ չի նայվում, ուրեմն ինչ եմ ուզում ասել Ժորժ ջան,
երկար ժամանակ է, որ տղամարդկանց վրայից անուշ հոտ եմ զգում էլի, նո այնպեսի հոտ է, որ ինձ դուր է գալիս։ Ուզես փնտրում եմ, բան եմ անում, մեկը ինձ ասում են ինչի չես հարցնում։ Երեք վերջապես որ խանութում էր պիրբուղներ, որներ մտել էի ու սենց մեկ էլ այդ հոտից զգում եմ տարբեր տղաներ մտել էլի, ջահելներ, սենց հոտ եմ քաշում, չէ, զգացի, որ այն մեկի վրայից է նրան հետապնդելով գնացի մեկը մսյո ասում այս ինչ բան եք էլի հոտ է, այս ինչ է ոնց որ շատ լավ սասամբո էլի ես ձև են ասում էլի անուշ հոտ է գալիս վրայից այդ բան վերջը ինքնը չի կարում խոսա, ինձ թվաց թե սկզբում խոսացող չի, հետո ասեց ես Պաղեստինից եմ, լավ չեմ ֆրանսերեն խոսում, բայց հասկացավ ինչ եմ ասում, վերջը հա բացեք ցույց տվեց այդ օծանելիքը։ Ինձ թվում է շատ կանանց դուր կգա այս հոտը։ Ամեն դեպքում թողնում եմ այստեղ նայեք, տեսեք ինչի մասին է խոսքը։ Կարող եք պատվիրել, չգիտեմ որտեղից էլ չեմ ուսումնասիրել, ինքը չկարողացավ հասկացնել որտեղից է գնել։ Ամեն դեպքում կուսումնասիրեմ, դուք էլ ձեր հերթին գնեք։ Այսքանը սիրելիներս դե գնամ ես այդ աղցանը պատրաստեմ, որից հետո արդեն Կարենը կգա, կճաշենք, դուրս կգանք խանութներ, որովհետև արդեն նշեցի, շատ հարմար շալվարներ եմ տեսել, էլի ոչ զեղչերով, գնանք Կարենի համար գնենք, էլի Հայաստանի համար, ինքը շատ բաներ ունի այստեղ, մի քիչ ավելի տարբերվող բան ենք ուզում։ Մի խոսքով հով բան ենք ուզում, չնայած Ունիկլոյից շատ լավ շալվարներ բաներ ենք առել Կարենի համար ու թեթև կտոր լավ մատերիալ է։ Ամեն դեպքում սիրելի հետևորդներ, մնացեք ինձ հետ, տեսնենք թե օրը ինչպես է ավարտվում։ Մազերս էլ գնալու եմ ներկելու, ոչ թե ժամը 1-ին, երեք որ ասեցի, այլ ժամը 5-ին։ Այսքանը Ժորժ ջան։ Մոտիվացիա եմ տալիս, ինչ պատրաստել այսօր հարցը շատ կանանց է անհանգստացնում։ Դե այսօրվա մենյուն տեսեք, հավի կրծքամսով կոտլետներ, մակարոն, չորաթթու իմ դրած, դե պարզ է պանիր, կուտենք յոգուրտով, մածունը, նաև սխտորով, եթե կցանկանանք։ Իսկ որից հետո էլ պատրաստեցի այս թրենդային աղցանը, որ շատ տարածված է հիմա բոլոր սոցհարթակներում, առանձին տեսանյութը կլինի հիմա լիքում կարող եք նայել, ոչ թե կարող եք, այլ անպայման նայեք, գրեք ձեր կարծիքը եւ հաստատ պատրաստեք յուրահատուկ ամառային աղցանե կանաչ լոբով։ Ահա, տեսեք ինչքան ախորժելի տեսք ունի։ Ամեն դեպքում ընտիր ստացվեց։ Բարի լույս սիրելի հետևորդներ։ Հուսով եմ բոլորդ լավ եք։ Ամենայն դեպս ինձանից որ լավ եք, ես շատ վատ է երեք։ Հələ ասեք ինչու էր վատ։ Դե ասեցի չէ որ գնալու էինք խանութներ, բայց փոստում գործ ունեինք, նախորդ մտանք փոստ, որ այդ գործողությունը անի Կարենը, դե նույնականացման քարտ է, չկա քարտը։ Մեկը ասեց, ես քեզ եմ տվել այդ թոշակիդ գործերով, որ գնացել ես, քեզ եմ տվել։ Ասի ինչի հետ չեմ տվել, թե չէ, հետ չես տվել, ուրեմն քո մոտ է մնացել։ Ու արդեն դե իմ բնավորությունը ես ինքս գիտեմ, միտքս արդեն այդտեղ, չնայած Իրանն էլ ատեղ, բայց ինքը ինձ փորձում է հանգստացնի, ասում է, ոչինչ մի նեղվի, կգնանք միտեղ դրած կլնես, կտաս ինձ բժշկական քարտս տվել ես, բայց դա չես տվել։ Մտքերս է ձեր ծուռ ու խառը, Ժողովուրդ ջան, գնացինք խանութներ, տարբեր խանութներ մտանք տղամարդու, ես իմ այդ շորերը հետ տվեցի, ուղղալիլ էին գնացել, փաստորեն Պիլբուրում էի տեսել, Սելյոյում էի տեսել, այնտեղ Իզաակ լավ խանութ կա, Ժակ Ժոնոն, մի խոսքով այդտեղ խանութներում տեսել էի ես իր համար շալվարներ, դե նախորդ օրը պտտվել էի, նայել էի, նույնիսկ Արմանտիեղիում էի տեսել, բայց քանի որ հիմնականում իմ թված խանութները ուղղալի հիպերմարկետում էր, որոշեցինք այդտեղ գնանք։ Ուրեմն գնացինք տարբեր խանութներում, մտանք, նայում ենք, բայց երկուսիս միտքն էլ ես հասկանում եմ, որ իր միտքն էլ ատեղ, քանի որ ես բացարձակ ընթացքում չեմ հիշում, թե ուրա աչքիս առաջ իմ տեսողական հիշողությունը շատ վառ է։ Աչքիս առաջ չկա, որ ենթադրենք այդ երկու կազմակերպությունները, որ գնացել են, որ հանկարծ այդ փաստաթուղթը ինձ այսպես տված լինեն, չեն տվել։
կամ ասենք այդ փաստաթուղթը ինչ որ քսերոքս արել չի տվել, այսպես մտածելով ասում եմ լավ, ուրեմն դրել եմ այս բաների մեջ ա մնացել։ Վերջը այդ արդեն միտքս անհանգիստ է ու դրանից հետո էլ ես պիտի առանցին գնայի դեղատուն, էլ չգնացի։ Իսկ եթե դա չկա, մենք ճամփորդելու ենք, խնդիրներ ա, չնայած անձնագիր ունինք քաղաքացիա, բայց ամեն դեպքում այստեղ առանց այդ թղթից ու ոչ մի բանս։ Տարբեր խանդրի մտանք ուղղակի նայում ենք, էլի ոնց որ սրտնես նեղված ամեն մի բանի վրա միտեղ գինը լավը չէր, միտեղ չափը լավը չէր, միտեղ փողքն էր, նեղ միտեղ չգիտես գույնն էր, այն միտեղ այն հավանեցիր, մի մտածեցիր, բա ինչ վերնաշապիկ, բա որ վերնաշապիկը սառնիկ, բա ինչ կոշիկ, վերջը, որ ասում մտքիդ չկա, ամեն պատճառաբանություն ես բերում, բայց լավ էր էլի Ունիկլո մտանք, Ունիկլոյում շորտեր էին զեղչեր արել, 20 եվրո էին դարձրել այս շորտը, շատ լավն է, բարակ, թեթև, գոնե այս մեկը վերցրեցինք, եկավ տուն փորձեց, լավն եղավ, շորտեր հագնում է, էլի մանավանդ այստեղ այս շոքերը ահավոր են։ Վերջը, մեկ էլ հիմի հանգիստ արդեն դե պիտի հաց սարքեմ, չնայած որ պիտի գնայի դեղատուն, ասում լավ, ավելի ճիշտ է գնանք տուն, մի հատ դու տես որտեղ ա, էլի ես գիտեմ, որ դու ինչ վիճակ ես, էլ մի գնա, կարևոր չէ դեղատան բաները, վաղը կառնես։ Եկել եմ տուն, ժողովուրդ ջան, քրքրում եմ, նայում եմ բոլոր տեղերը, փաստաթղթերը, ամեն ինչը նայում եմ, դե լարված ենք, մի սխալ բան ասենք, կարող է նույնիսկ վիճենք անիմաստեղը։ Դրա համար Կարեն ասում է հանգիստ, լավ հիշի, ինչ ես արել, որտեղ ես դրել, ու բացատրում եմ, ասում եմ Կարեն, եթե իրանք ինձ այդ փաստաթուղթը քսերոքս անելուց հետո տված էին, ինչպես բոլորը, աչքիս առաջ կլներ, կամ էլ ենթադրում եմ, եթե թողած լինեմ առաջի ռանդևուի օրը որ գնացի, այդ գործակալությունը, նրանք իմ հեռախոսի համարը գիտեն, եթե այնտեղ ընկած լիներ ու իմ վախը նայամ, որ հանկարծ ընկած չլինի, գիտեմ, որ պայուսակն է տա ստոպրակ այդպես էլի ձեռքի շորից ունեի, որ դրա մեջ ա եղել, նայում եմ իմ կադրերը ուղեղով, հետ եմ գնում, ուր եմ մտել, ուր եմ գնացել, ինչ եմ արել, ասում եմ լավ այդ օրվա տեսանյութ ունեմ, սպասի նայեմ, տեսնում եմ, որ որևէ տեղ չեմ գնացել, այդ օրը եկա ընկերուներիս հետ հանդիպեցի, խանութներ մտել եմ այն պայուսակների բանի բաժին նայել, բայց որևէ բան չեմ հանել։ Ու արդեն շաբաթօրն եմ գնացել դիմումները ներկայացնելու։ Այդտեղ էլ էլի նույն ձևի տարբեր բաներ տարել եմ, հետ եմ եկել, որովհետև մեր ԶԱԳՍ-ի վկայականը չէի տարել, դա էր, հիմա ցույց տամ, հանեցի էլի, որ այսօր պիտի գնայի, նույնիսկ հիմա չգիտեմ կգնամ թե չեմ գնա։ Այսա, մոռացել էի, հետ եկա բան արեցի, հիմա սրա մեջ եմ նայում, ասում հաստատ տվել եմ քեզ։ Ասում եմ, հա, այդ հիշում եմ, որ ես ուզել եմ, բայց չեմ օգտագործել, պետք չի եկել էլի, որտեղ կլինի, ու ներքուստ վախենում եմ, որ մարդը մի որևէ տեղ գցած չլինեմ։ Ասում եմ, եթե այն մյուս գործակալությունում է, նրանք իմ հեռախոսի համարը չգիտեն, ուրեմն վաղը որ գնամ այնտեղ կիմանամ, ես ինքս ինձ փոփում եմ։ Թերս բարձրացել են, ես իմ ուր են հասել։ Հաց եմ սարքում երեկոյան, արդեն ընթրիքի համար, ու էլի մտքով եմ սենց լարված, եկել եմ այս պահարանի մեր տան ամեն ինչը իր տեղն ունի, ես ձեզ բազմիցս ասել եմ, ես անգամ եթե մութը եղավ, ես կգամ այդ փաստաթուղթեր կհանեմ այդ տեղից, իմ շորը ցանկացած, Կարենի շորը, ամեն ինչ ունի իր հստակ տեղը, բայց չեմ կարողանում հասկանալ այդ տեղերում ինչ եմ դրել, դե փաստաթղթեր եմ ընդեղ մեր հարկային հաշվետվության թղթերը բանը նայում եմ, բոլորը իրանց տեղերում են, ես եկել եմ դրանք լրիվ իրանց տեղերն եմ դրել, Աստված իմ որտեղ կլինի բան, արդեն խանգարում ենք, հիմա արդեն մտածում ենք, որ ոնց կարելի է այսօր շուտ գնալ, դիմել, նորից նորը ստանալու, ու սենց այս պատմության մեջ ուղեղս չի աշխատում։ Ու մեկ էլ Կարեն ասում թե հաստատ տվել եմ, ու դու ասում այսպես սիրուն ակուրատնի ես տելեֆոնի ես ֆայլերի մեջ եմ դնում, ասում դրա մեջ ես տեսել եմ, դու դրել էիր խոհանոցում։ Ասում եմ ես խոհանոցում ընդհանրապես չէի դնի եմ պահարանը որ կա, այդտեղ եմ տեսել ասում որ ասեց այդտեղ եմ տեսել, զարմացա,
Ես իմ փաստաթղթերը հավաքել եմ այստեղ հյուրասենյակում, դրել եմ այդ շորի բանի մեջ ու դուրս եմ եկել։ Ես խոհանոցում չէի դնի։ Ասի լավ, սպասի մի հատ վլոգս նայեմ, շաբաթօրվա վլոգս նայեմ արդեն։ Շաբաթօրվա վլոգը նայում եմ, այսպես նայում եմ, ասում եմ, չէ, բան չկա, մեկ էլ գալիս է այն պահը, որ ես առևտուր եմ արել, տեսանյութը, որ ասում է թուղթեր, փաստաթուղթեր պակաս հետ եկա, չստացվեց գործս։ Գնացել եմ խանութ, ցույց եմ տալիս ձեզ այդ բանը ու տոպրակի մեջ ասում եմ, վայ, ես էլ իմ փաստաթղթերն է։ Ու այդ փաստաթղթերը, որ սենց հանում եմ մոտիկից նայում եմ, տեսնում եմ անձնագրեր է։ Այսինքն անձնագրեր եմ տարել, որ մտածելով պետք կգա։ Գնացել եմ անձնագրերը նայելու, չնայած մինչ այդ նայել եմ Կարենի անձնագրի մեջ, տեսա չկա։ Հույսս կտրեցի, բայց որ տեսա կապույտ իմ անձնագիրն էլի գնացի։ Իմ կապույտ անձնագրի մեջ բացեմ տենամ Կարենի կախտին դիտեն դրացա մեջը, վայ Ժողովրդյանի ինչ կլնեմ։ Երևի այդ ստրեսից էր, լրիվ լարվածությունից էր, թե ինչ էր, մի բերեցի տվեցի, ասի, ճիշտ ես։ Ու ես իրան ասում եմ, հնարավոր չի խոհանոցում ես դնի, ասում եմ, ես այդտեղ եմ տեսել։ Ու ահագին ինձ օգնեց հետո որ ինքը դեմ է վլոգներ անելու, ասում դե տեսնում ես ինչքան լավ բաներ վլոգ անելը։ Եթե մի ես դա նկարած չլնեի, որտեղից պետք է հիշեի։ Չի հիշի, որովհետև ուղեղս մեջ չի տեղավորվում, տեսողականս չի աշխատում, որ այդ քարտը որևէ մեկը ինձ տվածելի, ես տվածելն եմ, այսպես ասեմ, էլի։ Այսինքն այդ ուղղությամբ բլոկ ա եղել ուղեղս, ես չեմ հիշում ու վերջ։ Խայտառակ բան։ Վերջը լավ էր, գտա ու այդ երևի այդ հուզմունքից, այդ ստրեսից ամբողջ գիշեր չեմ գրել, ճիշտ անցավ հաց կերանք, աղցանը շատ համով էր, շատ լավներ, անգամ Կարենը սիրով կերավ, անպայման պատրաստեք այդ աղցանից և կհավանեք։ Մի խոսքով այդ ձևի պատմություն եղավ Ժողովուրդ ջան, ու քունս լրիվ խանգարվեց, պարկել եմ որ քնեմ, ինձ հետ էլի կատարվում են, ես վատ եմ քնում իմիջիայլոտ, չեմ քնում կարելի ասել, որ անգամ ալերգիայի դեղ եմ խմում, այս դեղը շատ ինքը շշմեցնող է, բացարձակ չի ազդում, արթուն ու պայծառ արթուն է, չեմ հասկանում։ Մի խոսքով, այդ ձև վեր կացա եկա արդեն հյուրասենյակ, 5:30 էր, նոր գնացի, որ պարկ եմ քնելու, մինչև 10-ին էր խառայի ձև վիճակ, 3 ծրարով բան եմ ստացել, 3 ծրարով։ Սա են իմ ունեցածներ էլի դրել էի, մեջերը նայում էի լրի չկար, ահա, խնդրեմ, այդ մեկը ծրարից հանեցի։ Մի խոսքով Ժողովուրդ ջան, էլի գործը էստի շարունակեմ, այդքան հեշտ բան չի Ֆրանսիայում մի գործ անել է, ինքան բյուրոկրատական սիստեմա այստեղ, որ սպանում է ուղղակի այդ բյուրոկրատիզմը։ Դե լավ մնացեք ինձ հետ, ես հաստատ ուրեմն արդեն ճամպրուկը հանում եմ, բերում դնում, դա արդեն դուք կտեսնեք հաջորդ տեսանյութի ժամանակ, բերեմ լցնեմ այստեղ սեղանի վրա բոլոր գնումներս ու արդեն կողմնորոշվեմ տեղ լինելու, չլինելու, տուփեր եթե կան տուփերից ուրեմն պետք է հանեմ, արդեն բաներ կա, իմ կոշիկը իջացնեմ, որ տեսնեմ կոճս ցավացնում է, չի ցավացնում, այդ թանկ ու գրակ տվածս կոշիկները, վատ է էլի, որ դրամա եմ ասում, այստեղ ախր ուրիշ ոճի էլի, իսկ Հայաստանն էլ ես դա կհակնեի աշխատանքի մեջ կհակնեի ու շատ նորմալ է, կաշվից է, բացված կլիներ, մի օր եմ հակել, բաֆային, որ գնացի մասնակցելու։ Բարձրակրունկ բասանոշկաներ ունեմ, էդ էլ բերեմ ցույց տամ 2 կոշիկներս ու ավարտեմ տեսանյութը, մնացածը կթողնեմ մյուս վլոգի մեջ։ Բերեմ ցույց տամ։ Այս մեկը Ռոբերտոից էի գնել, այս բասանոշկաներս, պատկերացնում եք, այնտեղ այս բարձրության վրա, քեֆ ենք արել, մարտի 8-ի կապակցությամբ էի գնել, քեֆի էին գնացել կոլեկտիվով, Բելաջոր ռեստորան, ունդեղ ես այս բարձրակրունկների վրա թշկոտացել եմ ու պարել եմ, ճիշտ է 11 տարի առաջ եմ պարել, տարբերություն կա տարիքայ, բայց այս 11 տարիներում մի անգամ եմ սա հակել, իմ ողորմածիկ ընկերուհու տան առիթեր այնտեղ եմ հակել, այդ մի անգամը ու վերջ, նույնիսկ հիմա չգիտեմ, որ հակնեմ կկարողանամ քայլել, թե ոչ, և արդեն անցած տարվանը, նայեք, տեսեք ինչ սիրուն,
նավակ կոշիկներ են, լոդճկաներ, փափուկ, բան, բայց երև հիմա հակնեմ, սրա բարձրությունը այդքան էլ մեծ չի, շատ չի, բան կանեմ, մասիկներ կհակնեմ ու փորձեմ հակնել, այս ինձ բան է, էլի, միջավայրը, տեղը, աշխատանքդ, արի այդ քարերի վրա, այսպես բարակ կրունկներով գնա, կամ մետրո նստի, մի անգամից կբռնի, այդ արանքը կանգնի, կամ ասենք, մի խոսքով հնարավոր չի նման ձևով ստեղ քայլել, դե առիթներ էլ այդքան շատ մենք չունենք, մենք ստեղ հարազատություն բան չունենք Ժողովուրդ ջան, որ մեկի հարսանիքին գնաց, մեկի կնունքին, մեկի ծնունդին, մեկին չգիտեմ ինչ, հետո ստեղ այդքան ճոխ ձևով մարդիկ չեն էլ նշում ինչ որ Հայաստանում ամեն առիթը Հայաստանում ռեստորաններում ամեն մի սուտի բանը ռեստորանում քեֆ ուրախություն, չնայած լավ է որ անում են, կարողանում են, հավաքվում են, ուրախություն է, բայց այստեղ որ ես չունեմ, բնականաբար չեմ էլ հագնում։ Այսքանով ավարտում եմ իմ տեսանյութը, կհանդիպենք հաջորդ տեսանյութում, թե ինչ գնումներ եմ արել եւ արդեն ճամպրուկիս մեջ որն է տեղավորվում, կարող է նույնիսկ այնքան շատ է, որ մեր բաներին չկա, կարող է քիչ է, չգիտեմ, մի հատ էլ հիշեմ, լիքը բաներ կա, որ էլի շուտ գնել եմ, հիմա չեմ էլ հիշում ինչեր ունեմ։ Մի խոսքով ինչքան որ ասма պարտակած բաներ ունեմ, հանելու եմ աշխարհի երես։ Այդքան բան։ Առայժմ